Բարի օր հարգելի հետևորդներ, ժամի կարևոր նորություններով եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Նոր տարին հին հարցերով լեզվակռվով է սկսվել խորհրդարանի նստաշրջանը։ Նոր ազդակ Հայաստանի և տարածաշրջանի խաղաղությանը։ Ռուբինյանը պարզաբանում է, ինչպես են փոխկապակցված հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները։ 11 օրվա սնունդ Միբ գրասենյակի մոտ հացադուլանող Սամսոնյանի աջակիցներն ակցիա են անում։ Եվրոպան և Դանիան չեն կատարել ՆԱՏՕ-ի 20 տարվա հանձնարարությունը, ինչով է սպառնում Թրամփը։ Ութերորդ գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանի առաջին նիստը սկսվել է լարված։ Նիստի սկզբում քննարկել են դեռևս նախորդ տարվա օրակարգում մնացած կարևոր հարցը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը մինչ օրս չի հրապարակվել։ Հայաստան խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կոշտ է արձագանքել Ալեն Սիմոնյանին։ Նա նշել է, որ Սիմոնյանը մերժում է գրեթե բոլոր առաջարկները։ Մերժել է նույնիսկ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը։ Հոխորտացեք Նիկոլ Փաշինյանի վրա, որ հարձակում է գործել Սահմանադրությամբ պաշտպանվող հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Հոխորտացեք այդ ուղղությամբ, ոչ թե ընդդիմության վրա։ Այո, վերջին նստաշրջանն է եւ ես հույս ունեմ, որ հաջորդ նստաշրջանը արդեն նոր գումարման ազգային ժողովում այս ամբիոնում նստած չի լինի ԿՊ-ն։ Առնվազն իշխանության մակարդակով նստած չի լինի, որպեսզի սահմանադրական կարգը վերականգնվես երկրում, մեր երկրում։ Դուք տապալել եք, իսկ ինչ վերաբերում է զեկույցը օրակարգում չընդգրկվելուն, շատ ճիշտ է, որ չի ընդգրկվել։ Եվ ես այստեղ հրապարակային ասում եմ, դուք շարժվել եք օրենքով, եւ ճիշտ է կարևոր չընդգրկել, որովհետեւ հանձնաժողով չկա, ինչպես որ տարի ու կես առաջ, 2 տարի առաջ ես պնդում էի, որ հանձնաժողովի ժամկետը ավարտվելու հիմքով հանձնաժողովը այլևս չի կարող որևէ ձևով հանձնաժողով որպես ներկայանա։ Հայաստան խմբակցության ներկայացուցիչները նշում են, որ կեղծ քրեական գործերի պատճառով որոշ ընդդիմադիր պատգամավորների արգելել են ծանոթանալ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հակադարձեց, ընդգծելով, որ եթե ընդդիմությունը զեկույցը կարևոր էր համարում, նրանք պետք է մասնակցեին հանձնաժողովների նիստերին և ազգային ժողովի նիստերին, այլ ոչ թե հիմա քննադատեին։ Ես կոչ եմ անում այդ զեկույցի մասին, 44-օրյա պատերազմի մասին շատ խոսացող պատգամավորներին, ընդդիմադիր պատգամավորներին գոնե ծանոթանալ։ Բացի ձեզանից եւ եւս մեկ հոգու որևիցե մեկը չի ծանոթացել։ Իրականում շարժման հարց չկա, երբեք էլ 44-օրյա պատերազմի շարժման նյութ չի։ Ինքը քննարկման ուսումնասիրության եւ շատ ծավալուն ուսումնասիրության նյութ է։ Շարժումը իրականում իշխանության կողմից էր, սիրելի հայրենակիցներ, տարիներ առաջ ազգային ժողովի ձևավորման հենց առաջին օրերից հայտարարում էր քաղաքական մեծամասնությունը, որ հիմա քննիչ հանձնաժողով ենք ձևավորելու, տեսեք ինչեր ենք բացահայտելու։ Նիստից հետո խորհրդարանի նախագահը լրագրողներին ասել է, որ Երևանը շարունակ աշխատում է Բաքվից բոլոր գերիներին վերադարձնելու ուղղությամբ։ Նա վստահեցրել է, որ բանակցությունները շարունակվում են և դրա վառ ապացույցը 4 քաղաքացիական անձանց ազատվելն է։ Կարող եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են այնտեղ, մենք իրենց հետ կապված աշխատանքներ ենք տարել, տանելու ենք անընդմեջ, եթե դրա համար ինչքան ժամանակ պահանջվի, մենք դա անելու ենք եւ Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծումներ գտնենք, որ այդ մարդիկ վերադառնան։ Դա չի քննարկվում։ Դա այն մի հարց է, որի հետ կապված այլ կարծիք չկա ու չի եղել երբևիցե։ Ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ հավելեց, որ Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ տարբեր գործընթացներ են, սակայն դրանք կարող են ազդել միմյանց վրա։ Նա ընդգծել է, որ հայ-թուրքական կարգավորումը ոչ միայն չի խանգարի, այլ նույնիսկ կօգնի հայ-ադրբեջանական գործընթացին, հատկապես հաշվի առնելով օգոստոսի 8-ի հռչակագիրը և երկաթգծի մասամբ բացումը։ TRIP ընկերությունը հայ-ամերիկյան ընկերություն է, ոչ հայ-ամերիկյա
եւ այլ ինչ որ երկրյան, եւ այս առումով այլ երկրի մասնակցություն չի նախատեսվում, բայց եթե խոսում ենք ավելի լայն TRIP ծրագրից օգուտներ քաղելու վերաբերյալ, այստեղ իհարկե օգուտներ քաղելու է եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան, եւ Վրաստանը, եւ Իրանը, եւ Ռուսաստանը, եւ միջինասիական երկրները, եւ եվրոպական երկրները եւ այսպես շարունակ։ Այսինքն տարբերակենք մասնակցություն բիզնես պրոյեկտում, նման բան չի նախատեսվում եւ TRIP-ի արդյունքում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում օգուտներ հարևան երկրների համար միանշանակ եւ այստեղ նաեւ ուղիղ կապ կա այն իմաստով, որ TRIP-ի գործարկման արդյունքում եւ ապաշրջափակման օրինակ Հայաստանը երկաթգծային կապ է ստանում Իրանի հետ, Հայաստանը երկաթուղային կապ է ստանում Ռուսաստանի հետ, Ռուսաստանը Թուրքիայի հետ եւ այսպես շարունակ։ Կալանավայրում արդեն 11 օր հացադուլ անող Իմնեմնիմի փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանի առողջական այսքան ժամանակ ՄԻՊ-ի գրասենյակից որևէ ներկայացուցիչ չի այցելել։ Նրա կինն ու ընկերները այսօր բողոքով գնացել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Աջակիցները իրենց բողոքն արտահայտելու համար օմբուդսմենի գրասենյակի մուտքի աստիճաններին տալաներով 11 օրվա սնունդ են դրել։ Այլ նաև միշտ գրասենյակի որևէ մեկը տեղյակ չէ, թե ինչ վիճակում է 11 օր առողջական լրջագույն խնդիրներ ունեցող Նարեկ։ Ժամը 13:00-ի դրությամբ Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողությունը վատացել է, ասեմ, որ դեռ նախորդ օրը գիշերվանից է ինքնազգացողությունը վատացած եղել, բայց ժամը 1-ի դրությամբ ավելի շատ է վատացել եւ բուժակի կողմից հերթական չափումների ընթացքում պուլսի արձանագրվել է պուլսի շատ բարձր մակարդակ, ցածր ճնշում եւ մի քանի այլ ազդանշաններ կրծքահավանդակի շրջանում շնջարգելության եւ ցավերի զգացողություն, որը ենթադրում է նախաինֆարկտային շրջանի վիճակ։ Մենք ՄԻՊ-ից ընդունելություն չենք պահանջել, եթե իրենք իջնեին, լսեին մեր պահանջները, հրավիրեին, գուցե մենք բարձրանենք եւ մենք անձամբ ներկայացնենք մեր խնդիրները իրենց։ Ինչի մասին վստահ եմ, որ տեղյակ են, որովհետեւ 2 ամիս է սրա մասին ամեն օր մենք գոռում ենք, ել չհաշված վերջին 2-3 օրերի ընթացքում հրատապ ասուլիսներով, մեր լրագրող գործընկերների լուսաբանումների միջոցով անհնար է, որ իրենք դեպքի մասին տեղյակ չլինեն։ Մանավանդ, որ նաև մենք միջազգային կառույցների մեզ տրված պատասխաններից ենք իմանում, որ մարդու իրավունքների պաշտպանի հետ իրենք կապի մեջ են կոնկրետ այս գործով։ Ընդունելություն մենք չենք ուզել, բայց պատրաստ կլինեինք իրենց համապատասխան հանգամանքները ներկայացնել, եթե իրենք բարեհաճեին, լսեին մեզ եւ մեր ակցիան չխոչընդոտեին։ Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանն էր հայտնել, որ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նրան շտապօգնության մեքենայով Արմավիր քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Էջմիածնի բժշկական կենտրոն։ Բուժզունությամբ պարզվել է, որ սրտի զարկերակի թիվը նորմայից էապես բարձր է։ Առողջական վիճակը կարգավորելուց հետո նրան նորից տեղափոխել են կալանավայր։ Իսկ գործարար Սամվել Կարապետյանն այժմ տանն է։ 14 ժամ տևած դատական նիստից հետո դատարանը որոշել է, որ նրա նկատմամբ նախկինում կիրառված կալանքը չի կարող պահպանվել, ուստի նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Պաշտպան Արամ Վարդևանյանի փոխանցմամբ դատարանը Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառել է գրավ եւ բացակայելու արգելք, նաեւ արգելել է տեսակցել Նարեկ Կարապետյանին։ Ավելի վաղ մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն էլ հայտնել է, որ Սամվել Կարապետյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։ Շարժումը շուտով կներկայացնի Սամվել Կարապետյանի տեսլականը եւ նրա ծրագրերը տնտեսության եւ անվտանգության ոլորտներում։ Կարապետյանի խոսքով առաջին խոշոր իրադարձությունը տեղի կունենա այս շաբաթ։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանն այցելել է Իզմիլյան բժշկական կենտրոնում հետվիրահատական բուժում ստացող Միքայել Սրբազանին եւ ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում գտնվող Բագրատ Սրբազանին։ Ապօրինաբար անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների ազատ արձակման հարցում պետք է ձևավորվի հանրային պահանջ։ Քաղբանտարկյալների խնդիրը բոլորիս խնդիրն է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով զրուցել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ եւ քննարկել Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Զրույցի հիմնական առիթը Սիրիայի իշխանության եւ երկրի հիմնական քրդական զինված ուժերի միջև ձեռք բերված լայնածավալ համաձայնությունն է, որի շրջանակում քրդական քաղաքացիական եւ ռազմական կառույցները պետք է անցնեն կենտրոնական կառավարության վերահսկողության տակ։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն Էրդողանը հայտնել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Դամասկոսին, հատկապես ահաբեկության դեմ պայքարում։ Նա նաև ընդգծել է, որ Սիրիայի տարածքից ահաբեկության ամբողջական վերացումը անհրաժեշտ է ինչպես Սիրիայի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կոշտ է արձագանքել երկրի գերագույն առաջնորդի հասցեին հնչող հայտարարություններին։ Նա X սոցիալական հարթակում գրել է, որ Իրանի գերագույն առաջնորդի վրա ցանկացած հարձակում հավասարազոր է Իրանի ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմի։ Փեզեշքյանի խոսքով Իրանի քաղաքացիների առօրյան արդեն իսկ ծանրաբեռնված է բազմաթիվ դժվարություններով եւ սահմանափակումներով, իսկ դրա հիմնական պատճառներից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության եւ նրա դաշնակիցների երկարատև թշնամական քաղաքականությունն ու նրա ձևակերպմամբ անմարդկային պատժամիջոցներն են։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Դանիային։ Թրամփը վստահ է, որ Դանիան եւ Եվրոպան չեն արել անհրաժեշտը ռուսական վտանգը Գրենլանդիայից հեռացնելու համար։ Չնայած ՆԱՏՕ-ն այս մասին խոսում է արդեն 20 տարի։ Թրամփը շեշտել է, հիմա ժամանակն է եւ դա պետք է արվի։ Նախագահը նաեւ նախազգուշացրել է, որ փետրվարի 1-ից Ամերիկայի Միացյալ Նահանգները 10%-ով մաքսատուր կսահմանի եվրոպական այն երկրների դեմ, որոնք ապրանքներ են արտահանում եւ դա կմնա ուժի մեջ մինչեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամբողջությամբ գնի Գրենլանդիան։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է իմ գործընկեր Զարա Սարգսյանը։ Ամերիկայի նպատակն է կուլ տալ Իրանը, սա ամերիկյան խռովություն էր, ամերիկացիներն էին ծրագրել դա, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին։ Մենք Միացյալ Նահանգների նախագահին հանցագործ ենք համարում զոհերի, վնասների եւ իրանցի ազգին ուղղված նրա զրպարտության համար, հավելել է նա։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ոչ ոք չի փորձել իրեն համոզել հետ կանգնել Իրանին հարվածելու մտքից։ Ոչ ոք ինձ չի փորձել համոզել, ես ինքս եմ ինձ համոզել, լրագրողներին ասել է Թրամփը, պատասխանելով հարցին, թե արաբական եւ իսրայելական երկրներն են արդյոք փորձել համոզել իրեն չհարվածել Իրանին։ Թրամփը նշել է, որ իր որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել այն փաստը, որ Իրանի իշխանությունները չեղարկել են հունվարի 15-ին նախատեսված ավելի քան 800 մահապատիժ։ Թրամփը խոստովանել է, որ իրանցի Ղասեմ Սոլեյմանին ուժեղ գեներալ էր։ Հնարավոր է մենք նման հաջողության չհասնեինք Իրանում, եթե նա ողջ լիներ, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Հիշեցնենք, որ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի հրթիռային հարվածի հետևանքով։ Եվրոպական 8 երկիր համատեղ հայտարարություն է տարածել Գրենլանդիա զորք ուղարկելու համար նրանց նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքներից հետո։ Որպես ՆԱՏՕ-ի անդամներ մենք հանձնառու ենք ամրապնդել Արկտիկայի անվտանգությունը։ Դանիական նախապես համակարգված զորավարժությունները ոչ մի սպառնալիք չէին ներկայացնում։ Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում Դանիայի թագավորությանը եւ Գրենլանդիայի ժողովրդին, ասվում է հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգների եւ Ճապոնիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները Վաշինգտոնում պաշտոնական հանդիպումից առաջ հանդիպել են ռազմաբազաներից մեկում եւ միասին մարզվել։
Անտառային հրդեհներ են գրանցվել Չիլիում, բնական աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։ Սուրբ հայտնության տոնի առթիվ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն -15 աստիճանին սուզվել է սառցաջրում։ Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Կրասնոդարում, բադերը խցանման մեջ են ընկել։ Առատ տեղումներից հետո սառույցի վերածված ջրամբարներում թռչունները գծել եւ ստեղծել են հարմար երթուղիներ, որոնցով լողում եւ տեղաշարժվում են իրար հետևից մեկ շարքով։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում աշխարհում տեղի ունեցող քաղաքական լարվածությունը ազդում է նաև մեր գրպանի վրա։ Այս օրերին նոր ռեկորդներ են գրանցել ոսկու եւ արծաթի գները։ Մեկ օրում ոսկու գինը աճել է մոտ 1.6%-ով, հասնելով 1 ունցիայի համար $4,666, իսկ արծաթը թանկացել է մոտ 3.6%-ով, հասնելով 1 ունցիայի համար ավելի քան $93։ Եթե նախկինում այս մատանու հումքի 1 գրամն արժեր 920 դրամ, ապա այսօր այն 1150 դրամ է։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Աննա Սարգսյանը։